բայց Եվրամիությունից տված փողերը ավարտվեն, ինչ ենք անելու։ Հարգելի ընկերներ, այս հարցի մասին անհրաժեշտ է խոսել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում։ Հիշում եք, չէ՞, անցյալ շաբաթ Եվրո հանձնակատար ընդլայնման հարցերով Մարտակոսը Հայաստանին կոչ էր անում հրաժարվել ռուսական էներգակիրներից, ասում էր Եվրամիությունը գնացել է ծանր ճանապարհով, եկեք դուք էլ միացեք մեր պատերազմին Ուկրաինայի դեմ։ Նույն ճանապարհով գնացել է Մոլդովան, որ Եվրամիության անդամ չէ։ 22 թվականից իրենք հրաժարվել են փաստացի ռուսական եւ մերձ Դնեստրից եկող էլեկտրաէներգիայից, դրա փոխարեն գնում են Ռումինիայից էլեկտրաէներգիա։ Արդարության համար նշենք հետևյալը, Եվրամիությունը սուբսիդավորում էր էլեկտրաէներգիայի բարձրացումը, սակագնի տարբերությունը, սուբսիդավորում էր մինչև 25 թվականի ավարտը։ Նախ օրերին հայտնի դառավ, որ այլևս Եվրամիությունը չի սուբսիդավորելու սակագնի բարձրացումը եւ Եվրամիության անդամ չհանդիսացող Մոլդովայի քաղաքացիները վճարելու են հոսանքի համար Եվրամիության սակագներով։ Հիմա նույնը պրոյեկտ է Հայաստանի վրա ու մտածեք նաև հետևյալի մասին։ Գիտեք ինչից հետո եվրոպացիները դադարեցրեցին սուբսիդավորել մոլդովական էլեկտրաէներգիան մոլդովացիների համար։ Ընտրություններից հետո խորհրդարանը, նախագահը դարձան մարդիկ, որոնք ձեռնտու են Եվրամիությանը եւ հիմա իրենք էլ իմաստ չեն տեսնում վճարելու էլեկտրաէներգիայի համար, հոսանքի համար։ Հիմա պատկերացնեք նույնը մեզ հետ լինի, արդյոք մենք տնտեսական ինքնասպանություն չենք գործի այդ քայլով։